Ողջույն ընկերներ, եթե որոշել եք այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի եւ չգիտեք թե ուր գնալ մեկ օրվա շրջանակներում, ապա այս հոլովակը հենց ձեզ համար է, պահպանեք այն եւ դիտեք մինչեւ վերջ։ Ես պետք է հանգիստս կազմակերպեի 3 օր Թբիլիսիում եւ այդ պատճառով իմ հյուրանոցի ընտրությունը այս անգամ եղավ կենտրոնական հատվածում գտնվող Մեյդան թաղամասը, Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ։ Հյուրանոցի համար վճարել եմ 2 անձին 300 լարի, մոտավորապես 45000 դրամ։ Առաջին պատմամշակութային վայրը, որ տեսնելու եք, Սուրբ Գևորգ եկեղեցին է, որի բակում էլ գտնվում է Սայաթ Նովայի գերեզմանը։ Հենց Մեյդան հրապարակում այլով Թբիլիսի գրվածքի կողքին կտեսնեք նաև մեծանուն աշուղի Քամանչա արձանը։ Հաջորդ ամենատեսարժան վայրը, որ տեսնելու եք, դա Մետեխի վանքն է, որը հիմնադրվել է 13-րդ դարում։ Ըստ ավանդության վանքում թաղված է Վարդան Մամիկոնյանի դուստրը Շուշանիկը։ Մեյդան թաղամասի ամենակոլորիտային անկյուններից մեկն է համարվում նաև այս անցումը, որտեղ կգտնեք նաև բազմաթիվ անտիկ իրեր, ինչպես քաղաքամայր Երևանի Վերնիսաժում։ Հաջորդ կանգառը այս մատուռն է, որը գտնվում է հայկական Հավլաբար թաղամասի տարածքում։ Նախկինում այն հանդիսացել է որպես մենաստան։ Մատուռի բարձունքից բացվում է հրաշք տեսարան դեպի Կուրգետը, ինչպես նաև քաղաքի տեսարժան վայրերը, օրինակ Նարիկալա Բերդ ամրոցը, որը այս պահին շինարարության մեջ է, փակ է։ Քայլելով ճանապարհը հաճախ կհանդիպենք նաև նմանատիպ խանութների, որտեղ վաճառում են հետաքրքիր հուշանվերներ, կից նաև տեսնում ենք վրացական խոհանոցի ամովությունները։ Իհարկե, չփորձելը դա արդեն հանցագործություն է համարվում։ Քայլելով Հավլաբար թաղամասով հաջորդ կանգառը մեր հայկական հոյակերտ Սուրբ Էջմիածին եկեղեցին է, որտեղ անցկացվում են պսակադրության եւ մկրտության արարողություններ։ Եկեղեցին հիմնադրվել է 1805-ից 1806 թվականներին։ Այս ճանապարհով քայլելուց մեզ դիմավորում է մեր հայկական Սուրբ Երրորդություն խաչքարը, որը նույնպես ունի պատմություն։ Կարող եք ծանոթանալ եկեղեցու պատմությանը դրսից եւ ներսից, ուսումնասիրել ու շարունակել ձեր ճանապարհը։ Հաջորդը վրաց ժողովրդի եւ Թբիլիսի քաղաքի գլխավոր խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Երրորդություն եկեղեցին է, կամ որ նույնն է Սամեբամայր տաճարը, կառուցվել է 2004 թվականին Խոջիվանքի հայկական գերեզմանատան եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում։ Այս սրբապատկերն էլ, որ տեսնում եք, ամբողջությամբ զուրված է ոսկուց եւ իհարկե թանկարժեք քարերից։ Վրաց ժողովուրդը իր թանկարժեք զարդերը նվիրաբերելով եկեղեցուն ստացել են այս սրբապատկերը։ Եկեղեցին նաև մոմավառություն է կազմակերպում, ունի շատ յուրահատուկ մոմ, մեղրամ մոմ, վառվում է մինչև վերջ։ Ահա պատկերում էլ տեսնում եք արդեն վրաց ժողովրդի խաչը, որը հանգուցված է նինո կույսի մազափնջով։ Հաջորդ կանգառը հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնն է, որը ցավոք սրտի փակ էր, ես ներսից չկարողացա նորից նկարել։ Այստեղ տեսնում ենք վրաց նախագահի կեցավայրը, ետնամասից իհարկե, ու շարունակում ճանապարհը։ Ճանապարհն անցնում է Կուր գետի վրայով, հեռվից նշմարվում է Խաղաղության կամուրջը, որը մենք կտեսնենք նաեւ գիշերը, շատ գեղեցիկ է։ Ճանապարհն անցնելով գետի վրայով դուրս եմ գալիս գետնանցումից եւ ինձ դիմավորում է ահա այս արձանախումբը։ Տուրիստները, ինչպես նաև տեղաբնակները փորձում են նկարվել արձանների նման։ Ճանապարհը շարունակելով ինձ դիմավորում է ահա այս նկարների հիթ շքերթը։ Տարբեր գույներ, տարբեր ոճեր եւ իհարկե տարբեր պատկերներ։ Վայելելուց հետո շարունակում եմ իմ ճանապարհը ամենակարևոր շինությանը հանդիպելու համար։ Աշխարհի ամենափոքր ժամացույցը գտնվում է հենց այս շինության ներսում, որը կոչվում է Clock Tower։ Անպայման այցելեք եւ տեսեք, թե ինչի մասին է խոսքը։ Այստեղ էլ անցնելով սրճարանների փողոցով, եթե նկատում եք, ասում են «Էստի համեցեք», բայց մենք չենք շեղվում մեր ճանապարհից ու գնում ենք դեպի Թամադայի արձան։ Ես էլ լինելով որպես Թամադա հանդիսավար, մի քանի կենաց խոսքերով միմյանց հետ փոխանակվում ենք, նկարվում եմ ընկերոջս հետ ու շարունակում եմ ճանապարհը։ Քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում էլ նկատում եմ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արձանը։ Նկարելուց հետո, տեսնելուց հետո, շարունակելով ճանապարհը, քաղաքի կենտրոնական հատվածում նաև ֆիքսում եմ հրեական սինագոգը, որը համարվում է հրեա ժողովրդի հոգևոր նստավայր կեցավայրը։ Եվ ինչպես խոստացել էի, գիշերային խաղաղության կամուրջը, որը լուսավորված է վրացական դրոշի գույներով, ամենագեղեցիկը երեկոյի ընթացքում։ Դե ինչ, եթե չեք հասցրել լինել հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ծանոթանալ հին եւ նոր Թիֆլիսյան պատմությանը, ապա կարող եք միանալ իմ տուրերին եւ այցելել հարևան Վրաստանի մայրաքաղաք։ Սիրով կսպասեմ ձեզ բոլորիդ։ Չենք մոռանում լայքել եւ բաժանորդագրվել իմեջին նման հետաքրքիր նյութերի համար։